Եվ բույսերի մշակման համար կիրառվող հանքային, հիմնական մազոտական պարարտանյութերն ու թունաքիմիկատները միշտ չէ, որ մնում են այնտեղ, որտեղ կիրառվել են։ Դրանք տարբեր գործոնների ազդեցությամբ հայտնվում են հարակից ջրային մարմիններում, աղտոտելով դրանք կենսածին ազոտով և ֆոսֆորով։ Այդ վնասակար նյութերի տեղատարմանը նպաստում են անձրևները, սելավները, որոնք լվանում են պարարտացված հողը, և կիրառված պարարտանյութերն ու թունաքիմիկատները հողի միջոցով անցնում են ստորերկրյա ջրեր, ինչպես նաև աղտոտում հարակից հողատարածքները։ Այս գործընթացին նպաստում է նաև առատ ջրումը, ինչպես նաև պարարտանյութերի և թունաքիմիկատների անկանոն օգտագործումը, որի հետևանքով բույսերի կողմից չկլանված ավելցուկային նյութերը տարբեր ճանապարհներով հայտնվում են հարակից ջրային օբյեկտներում։ Հայտնվելով լճում, հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների մեջ պարունակվող օրգանական տարրերը հարստացնում են լիճը ազոտով և ֆոսֆորով, որոնք սննդանյութ են հանդիսանում ջրիմուռների համար, նպաստելով լճի ճահճացմանը և հանգեցնելով լճի ջրի որակի վատ թարացմանը։ Օրգանոմիքս պարարտանյութերը կոմպոստի, կենսահումուսի, գոմաղբի և տորֆի խառնուրդ են։ Կոմպոստը բուսական մնացորդներից, կենցաղային աղբից, ինչպես նաև գոմաղբից ստացված օրգանական պարարտանյութն է։ Կենսահումուսը կալիֆոռնիական կարմիր որդերի օգնությամբ գոմաղբից ստացված օրգանական պարարտանյութն է։ Տորֆը առաջանում է ջահիջների հատակին, որտեղ օդի բացակայության հետևանքով մահացած բույսերի կուտակում է տեղի ունենում, կամ անթթվածին քայքային։ Գոմաղբը անասնագոմերում առաջացող խոշոր և մանր եղջերավոր անասունների արտաթորանքի և ցամքարի խառնուրդն է։ Օրգանական պարարտանյութ ստանալու համար անհրաժեշտ է պարբերաբար ջրել կույտերը, որպեսզի ապահովի բավարար քանակությամբ խոնավություն տեղի ունեցող ռեակցիաների նորմալ ընթացք ապահովելու համար։ Օրգանական պարարտանյութերի դրական ազդեցությունը հողի բերիության բարելավման վրա տեղի է ունենում աստիճանաբար, որն ակնհայտ երևում է ժամանակի ընթացքում։ Ի տարբերություն օրգանական պարարտանյութի, հանքային պարարտանյութը կարող է ապահովել բարձր բերքատվություն կիրառման առաջին տարում, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ոչնչացնելով հողի բնական միկրոֆաունան, միկրոֆլորան և միկրոօրգանիզմները, բույսին կախման մեջ է պահում անընդհատ սնուցումից։ Օրգանական ծագման պարարտանյութերի կիրառումն ապահովում է մաքուր և անվտանգ շրջակա միջավայր և զգալի սոցիալ-տնտեսական օգուտ։